Այս տարի պարզ դարձավ, որ տարեվերջին նախարարները իրենց 7-8 միլիոն դրամով պարգևատրել էին, վարչապետն էր ինքը իրեն պարգևատրել, 11 միլիոն դրամ պարգևատրումներ էին ստացել։ Այս միլիոնների մասին դուք որ լսում եք այսպես սահմանամ։ Բռնում եմ տելևիզորը անջատում եմ։ Ջղայնություն։ Այն մարդ փողը այ երկիրը սարքեք է։ Երկիրը կարծեք, որ երկրի ղեկավարը որ չի ուտում, այն երկիրը ծաղկում է։ Այո։ Ծաղկում հենա ցույց են տալիս էլի տենում ենք իսկ որ երկիրը որ դրած ուրակի պես տաշեմ լսնում են դարակը այն երկիրը իրավունք չունի ծաղկելու Այսինքն էսի այդ քերելու պահն է հա մեր մոտ լրիվ ուրակը վեկալած քերեմ լսնում են դարակը հետո այս հանքերը չպետք է սեփականաշնորհեն պետք է մնա պետության հսկողության տակ պետությունը տերություն անե մի գործ չեն անում լրիվ տվել են ինչ-որ մի խումբ մարդկանց ասում են ինչ ուզում եք են էլ արեք խոյձև հա բա այդպես ինչ ասեմ Իսկ տեսեք թոշակի հետ կապված, երբ որ պարգևատրումների մասով աղմուկ բարձրացավ, պաշտոնյաներին հարցնում ենք, ասում ենք, ինչ եք ձեզ միլիոնների պարգևատրում եւ թոշակները չեք բարձրացնում, Փաշինյանը կառավարության նիստում ասաց, հա որ մի 10,000 դրամ էլ թոշակ ավելացնենք, այդ բանը թոշակառուն ոչ ոք չի կարողանալու այդ 10,000 դրամով մի ավելացրու 20-30 ավելացրու միլիոններ եք ստանում այդ ձեր խիղճը կտրվի 27,000 էր տալիս ջերուցման փող 35 է տալու այդ թոշակառուն իր կյանքում բան չի փոխվելու Տես սովետի ժամանակ որ մենք ռուսի փեշի տակ էինք մենք այս գյուղում բարին քաշե սիրուն գազինք վառում ամեն մի տունը ամսական 3 ռուբլի փող էր մուծում 3 ռուբլի ոչ ավել Բայց հիմա ով ռիսկանի գազի մոտ է թա պարվարի փողը պետք է կա հետո է տրուբեկը գազի տրուբեկը կա բայց փող չկա Ձեր ամսական ծախսը ինչքան է կազմում Չգիտեմ ես չեմ խառնվում տևի գործերի հարցը սա հիմնականում դե հազիվ այդ թոշակը սա մեկ էլ այդ 10 կթանկովի տված եկամուտն է Հա, դրանց ծնված հորթերն ենք ծախում, կաթը հազնում ենք այդ փողերով ենք ապրում, մի 15 հատ մայր ոչխար ունենք, դրանց ծնված գառներն ենք պահում, որը մորթում ենք, որը ծախում ենք, մի խոսքով յոլա ենք գնում, բայց գոհ եմ, ես ապրուստից գոհ եմ